Ժողովի պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի կողմից ներկայացված զենքի շրջանառության կարգավորման մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Հիմնական զեկուցող Ազգային ժողովի պատգամավոր Վիլեն Գաբրիելյան, համեցեք պարոն Գաբրիելյան։ Շնորհակալություն Հարգարժան նախագահ, հարգելի գործընկերներ, ձեզ եմ ներկայացնում զենքի շրջանառության կարգավորման մասին օրենքի եւ հարակից օրենքների նախագծի փաթեթի երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Առաջի ընթերցումից հետո կառավարության գործընկերներից ստացել ենք մի քանի առաջարկներ, այդ թվում առաջարկներ ունեցել եմ նաեւ ես, որոնց հիման վրա ձեզ եմ ներկայացնում նախագծի լրամշակված տարբերակը։ Բովանդակային առաջարկությունները մի քանիսն են, բայց մատնանշեմ հիմնական ըստ իս 3 ամենակարևորը։ Առաջինը դա նախատեսել ենք դրույթ, ըստ որի արգելվում է անչափահասների կողմից մեխանիկական փոշեցրիչների, աերոզոլային եւ այլ սարքերի, որոնք լիցքավորված են արցունքաբեր կամ գրգռիչ նյութերով էլեկտրահարող զենքերի ու կայծային պարպիչների շրջանառությունը։ Առաջարկում ենք գործնական քննությունից ազատել այն քաղաքացիներին, որոնք ծառայում են կամ ծառայել են պետական ռազմականացված կազմակերպություններում, այդ թվում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցածները կամ դիմելու պահին վերջին 1 տարվա ընթացքում մասնակցել են Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության կողմից կազմակերպված վարժական հավաքներին եւ զինվորական վարժանքներին։ Ունեն կամ ունեցել են զենք կրելու իրավունք եւ ծառայությունը չի ավարտվել վահաժամկետ, իսկ պարտադիր ժամկետային ծառայության ավարտից հետո չի անցել 5 տարի։ Սա հաշվի են կառնում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության եւ վարժական հավաքների մասնակցած քաղաքացիների կողմից զենքի հետ վարվելու անվտանգության կանոններին տիրապետումը եւ դիտարկում ենք որպես խրախուսող նորմ։ Եվ երրորդը, որը կուզեմ առանձնահատուկ մատնանշեմ, որը շատ ըստ իս բավականին կարևոր բովանդակային առաջարկ է, որը արվել է կառավարության կողմից, այն է, որ մինչև 2025 թվականը հունիսի 1-ը պարգևատրված զենք ունեցող անձինք պարտավոր են ոստիկանություն ներկայացնել համապատասխան բժշկական տեղեկանք եւ հանձնել համապատասխան քննություն, հակառակ պարագայում իրենց սեփականություն հանդիսացող պարգևատրված զենքը մալվելու է։ Այսքանը շնորհակալություն, եթե հարցեր ունեք, պատրաստ եմ պատասխանել։ Հարցեր չեն կարող լինել, քանի որ գրավոր առաջարկներ ներկայացված չեն եղել, կարող եք զբաղեցնել ձեր տեղը։ Հարակից զեկուցման համար ամբիոնի մոտ եմ հրավիրում Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատյանին։ Շնորհակալություն։ Զենքի շրջանառության կարգավորման մասին օրենքը սկսել է գործել 2023 թվականի հունիսի 1-ից եւ գործողության մեջ դրվելուց հետո մի շարք պրակտիկ խնդիրներ էին առաջացել, որը տանում էր նրան, որ օրենքի որոշ դրույթներ պետք է լավարկել, ինչը եւ հեղինակի կողմից արվել է։ Բոլոր հարցերը մանրամասն քննարկվել են գլխադասային հանձնաժողովում, խնդրում կողմ քվեարկել նախագծին։ Շնորհակալություն հարցերի համար հերթագրում։